բացարձակապես հիմնազուրկ եմ համարում ընդդիմադիր ճամբարից հնչող այն գնահատականները, որ ընտրությունների ճանապարհով հնարավոր չի փոխել իշխանություն։ Միանգամայն հնարավոր է փոխել իշխանություն, եւ ես 2026-ին ճիշտ ասած շատ փոքր եմ համարում իշխանության վերարտադրության շանսը։ Մյուս կողմից, եթե արդյունավետ ընդդիմադիր հարթակ չստեղծեցինք, իշխանությունը կարող է վերարտադրվել։ Ինչ? Դա կնշանակի, որ Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը հաղթում է։ Դա կնշանակի Հայաստանի պետականության կոլապս։ Այդ կարող է շատ միակտի ձևով մենք չտեսնենք, բայց բովանդակային առումով հիմա էլ ենք մենք այդ ռեժիմում ապրում, պետականությունը հիմա, գիտեք, բովանդակը զրկվում է, այսօր սա ենք կորցնում, բայց այս իշխանությունը նոր ընտրական ցիկլին մոտենում է Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական ինքնության դեմ պատերազմ հայտարարելով։ Օրինակ նայեք ցեղասպանության հարցում զարգացում են Թուրքիայի ժխտողական թեզերը, որոնք անցած տարի 60-70-ականներից Թուրքիան շրջանառության մեջ է դրել։ Մայիսինի խորհուրդը, Մայիսինը նույնպես չէ մեր քաղաքակրթական ինքնության մասը։ Մենք հասանք մի հատ ողբերգության, երբ որ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվեցին բանդերական Ուկրաինայի թեզերը նացիստական Գերմանիայի մասին։ Սա ողբերգություն է։ Մենք գիտենք, որ պայքար է տարվում անկախության հռչակագրի դեմ, ընդհանրապես այն ամեն ինչի դեմ, ինչը կապ ուներ կամ կապ ունեցել Ղարաբաղյան շարժման հետ։ Այդ բոլոր ձեռքբերումները սրբագրվում են։ Առաջիկա ընտրությունները ինչքան էլ իրենք էլեկտորալ են, ներքաղաքական են, իրենց մեջ ունեն նաև ազգային ինքնության հետ առնչվող հարցերի բաղադրիչ։ Եթե ավելի պատկերավոր ասեմ, մենք գնում ենք Հանրաքվեի քվեաթերթիկի վրա երկու պատասխան է՝ Հայաստանի Հանրապետություն եւ ադրբեջանական ենթապետություն կամ Արևմտյան Ադրբեջան։ Հիմա մեր հասարակությունը այս գիտակցությամբ պիտի գնա ընտրությունների, բայց ես ելի եմ կրկնում, ես շանս տեսնում եմ, որ ընտրությունների ճանապարհով Հայաստանի Հանրապետությունն է հաղթելու։